Մայր Հայաստանը մասնակցելու է Էջմիածին Խոյ ոսկեհատ համայնքներում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշել է, շատ լավ հնարավորություն է հերթական համայնքում ՔՓ-ին իշխանությունից զրկելու համար եւ բարձրաձայնել է իշխանականների արդեն իսկ նախաձեռնած անօրինական քայլերի մասին։ Որ պահին, որ մենք հայտարարեցինք, որ Մայր Հայաստանը մասնակցելու է ընտրություններին եւ այս տեխնացուներն են գլխավորելու մեր ցուցակը, Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը, իրենք անմիջապես սկսեցին հսկող, վերահսկող, քննող, հոտոտող եւ այլ տիպի պետական մարմիններով հարձակվել դողս եւ ծաղկունք համայնքի վրա այն առումով, որ սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես են կառավարել Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը։ Դա այսպես պատահական զուգադիպություն չի կարող լինել, իրենց կարծիքով իրենք ինչ-որ բաներ են գտնելու, որպեսզի ցույց տան, թե ահա տեսեք ինչ է կատարվել, բայց եթե ինչ-որ չարաշահումներ լինեին այդ համայնքում, նախ մինչև այժմ պարզված կլինեին, երկրորդ այդ մարդիկ այնպիսի ճանապարհ են անցել, որ որևէ խնդիր չկա եւ բավական բարձր հարգանք են վայելում, հենց իրենք էլ գիտեն, որ այդ մարդիկ հարգանք են վայելում եւ մեծ լսարան ունեն, մեծ թիմ ունեն եւ ահա փորձում են այդ իրենց հայտնի ճղճիմ լծակներով եւ ճղճիմ քայլերով փորձում են այս գլխից ճնշումներ բանեցնել եւ մեր տեխնացուներին, այսպես ասած, փորձում են խավես դուրս թողնել կամ նրանց իբր թե վարկաբեկել կամ ինչ-որ գործողություններ անել։ Ես հուսով եմ, որ իրենք խելքի կգան եւ այդպիսի բաներ չեն անին։